Զգույշ խոսեք Հայաստանում, ԱԱԾ-ի ականջները ամենուր են։ Էլ մարդկանց հեռախոսներում, տեսախցիկներում, սուրճի ապարատներում, բանտախցերում։ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում փաստորեն գաղտնալսում են նույնիսկ դրոններով։ Մամուլն է գրում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գաղտնալսել են ԱԹՍ-ի միջոցով, հատուկ գաղտնալսման համակարգով։ Այդ դրոնը չէին կարող, այդ բառը օգտագործեմ, թռցնել Փարաքյարում, որ տեսնեին, որ քանի ամիս շարունակ նախապատրաստվել է ընդդիմադիր համայնքապետի սպանությունը, թե ձեռնտու չի եղել իրանց իրավիճակի վերահսկողություն։ Ձեռնտու է գաղտնալսել միայն ընդդիմախոսներին, պնդում է Հայաստան խմբակցության պատգամավորը, որը չի բացառում, որ իրենց ընդդիմադիր պատգամավորներին էլ գաղտնալսում են։ Մենք հաճախ չենք կարողանում հանգիստ ճաշել որևէ տեղ, որովհետև անվտանգության որևէ աշխատակից վստահաբար կողքի սեղանին ճաշում է մեզ հետ։ Գաղտնալսումը դարձել է Փաշինյանի իշխանության ինքնապահպանման վերջին ճանապարհը, կարծում են հոգեբաններն ու նկատում։ Իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններից առաջ հասարակության շրջանում վախի մթնոլորտ տարածելու համար։ Արդեն գիտեք ինչ խաբելը էլ չի աշխատում։ Ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ էլ չի աշխատում։ Հիմա ամեն ինչ արվում է երկրում վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Եվ դա արվում է արդեն բաց առանց քողարկումների։ Մեծ մոտ այսօր Հայաստանում ուղղակի տերոր է արժեքների նկատմամբ, այն ամենի նկատմամբ, ինչի մեջ կա ինքնապահպանման ներուժ։ Հոգեբան Կարինե Նալչանջյանն ասում է, պետք է զգույշ լինել նույնիսկ կենցաղային խոսակցություններում, որովհետև ով իմանա ինչպես կկծմցեն առանձին բառերը իրենց ուզածը ստանալու համար։ Պետք է զգույշ լինել խոսակցություններում, որովհետև մենք նաև գիտենք ոնց են կծմցում, դարձնում քո խոսակցությունը ուրեմն լրիվ կեղծում, դարձնում մի ուրիշ բան։ Ինչպես օրինակ Բագրատ Սրբազանի դեպքում, երբ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններից հետո փաստաբանները հրապարակեցին դրանց ամբողջական կտորները։ Եվ մենք տեսանք, որ պատկերը բոլորովին այն չէ, ինչ ներկայացնում էր իշխանությունը։ Այս իշխանությունները մի ամբողջ պատերազմ են կեղծել ձայնագրությունն, ինչ է որ չկեղծեն։ Կեղծված ձայնագրություններով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, պաշտոնյաներին, հոգևորականներին բանտարկելով Փաշինյանի թիմը հույս ունի վերարտադրվել 2026-ին, պնդում են փորձագետները։ Նրանց խոսքով, եթե այդ նույն պրոֆեսիոնալիզմը իրավապահներն օգտագործեին շարքային քաղաքացիներին հանցագործներից պաշտպանելու համար, վերջին 5 տարիների ընթացքում ծանր հանցագործությունների թիվը 60%-ով չէր աճի Հայաստանում։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։